համազգեստներին ուղում նոր պատասխանում, ծնկների խնձորակները չխչխկացնելով լարվածությունից, զեկուցելուց հետո էլ անջատում են ու հեռախոսի առաջ 3 անգամ ուռա բացականչում, ամոթ ձեզ, պատիվ ունեմ, ես էլ Նելսոն Մանդելան եմ այդ պարագայում։ Առավելագույնը, որ կարող եք ձեր մի քանի լրախպամաններով մարդկանց անվերջ զրպարտել նա։ Ասում են զրպարտում են դատարան մտեք, ես այս մարդկանց հետ վերելակ չեմ ուզում մտնեմ ազգային ժողովում, ինչ դատարանի մասին է խոսքը։ Կարևորագույն զեկույցի բովանդակային քննարկման ժամանակ իրենց օրակարգի պես բացակայեն։ Այդ դրոշներն էլ հանեք Բադեն-Բադենի դրոշներ կախեք դրա փոխարեն։ Ու ինչքան գիտակցում ես, որ այս անպտուղ խոսակցությունների տեղապտույտից դուրս գալ է պետք, որ այս ամբիոնից բանավեճ է պետք բովանդակության մասին, երեսպաշտության, անսկզբունքայնության այս չափաբաժինը բովանդակային քննարկումը դարձնում է անհնար։ Բովանդակության մասին։ Մեզ հետ մեր երկրում ապրում են մարդիկ, որոնք երեխաների կենացը ոտնկայս են խմում, ու երբ հարցնում ես ով է, ասում են համայնքապետն է, մանկապարտեզի շենքի մեջ է ապրում։ Պնդում ես, որ առողջ բանականության մեջ դա չի տեղավորվում, ասում են դե ամբողջ շենքի մեջ չի ապրում, այն կեսում էլ խոզ է պահում։ Իշխանություններ կան, նախորդներից տուն թանգարաններ են ժառանգություն ստանում, իշխանություններ էլ կան տուն խոզանոցներ։ Հիմա կհարցնեք, բա մենք ինչ ենք անում։ Մենք մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզ ենք կառուցում կամ հիմնանորոգում։ Միայն 2022 թվականին 176 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման սուբվենցիոն հայտ կա։ Մենք հարյուրավոր քարուքանդ վթարային դպրոցներ ենք ժառանգություն ստացել։ Այդ դպրոցների կողքը շատ բարեկարգ վիլլաներ են ծլել, անգամ ամենահեռու գյուղերում։ Ու նորից հարցնում ես ումն է, ասում են պատգամավոր ա եղել, մարզպետ ա եղել, քաղաքապետ, գյուղապետ, ժեկի պետի չայ դնողի թանսարքող։ Երեխեքին ավերակներ դզել վիլլաներ այդ ավերակները չվերացնելու փողերով։ Ինչ ենք մենք անում որպես իշխանություն։ Մինչև 2026 թվականը 300 դպրոց ենք կառուցում կամ հիմնանորոգում, հագեցնելով լաբորատորիաներով, գույքով, ատեստավորման ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացնում, որ այդ հիմնանորոգված շենքերում որակյալ գիտելիք մատուցվի։ Փաստացի Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 60 տարեկան վթարային շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու տեղում հիմնովին նոր դպրոց է կառուցվում, կառավարությունը $3 միլիոն է ծախսում։ 2022-ին 73 նման դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիր կա։ 2021 թվականին 576 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Այստեղ կային 35-40 տարի չհիմնանորոգված ճանապարհահատվածներ, կես մետր խորությամբ փոսերով, որ դուռ դներ պատրաստի նկուղ էր։ Վերջին 3-4 տարում միասին վերցված Վերջին 3-4 տարում ավելի շատ ճանապարհ է հիմնանորոգվել, քան նախորդ 25 տարում միասին վերցված, որովհետև հարկատուների հարկերը դարձան ճանապարհ, ոչ թե մեզ համար բիզնեսներ, առանձնատներ, օֆշորի հաշիվներ։ Ու մարդիկ լեգիտիմ հարց են տալիս, բա ինչի սրանք մինչև հիմա պատժված չեն։ Իշխանության ստանձնած հանձնառության ու քաղաքական կամքի արկայության պայմանների ու իրավապահները հուսով եմ 2022-ի զեկույցի կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում ավելի առատ տվյալներ կներկայացնեն։ 2021-ին ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ $300 միլիոն է հատկացրել ենթակառուցվածքների ստեղծման վերականգնման սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։ 30 տարի տարեկան $300 միլիոն հատկացնեիք Արցախին։ 30 տարում $9 միլիարդ կկազմեր, տեսնեինք կլիներ այս վիճակը թե ոչ։ Լաթի կտորներ են բերում ու մտածում, որ իրենց պաշտոնավարման 2 տասնյակ տարում մարդիկ Մարսի վրա են ապրել։ Դուք տենց ճարպիկ եք, մենք էլ արդյոք ովքեր ենք, ոչ ոք ոչ մի բան չի հիշում։ Եվ վերջում։ Ամենաբարդ հարցերի պատասխաններն ամենապարզ մանրուքներում են թաքնված։ Եկեք փողոցներում չթքենք ու ծխախոտի մնացորդներ չնետենք գետնին, ինչպես չենք անում մեր տանը։ Քանի դեռ հայրենիքի ամեն սանտիմետրին չենք վերաբերում, ինչպես մեր սեփական տանը, ոտքի չենք կանգնելու։ Քանի դեռ ցուցանիշը կրթական ոլորտի ծրագրերի գծով 2026 թվականին նախատեսվել է 13 միլիարդ 435 միլիոն դրամ, 2025-ի 12 միլիարդ 24 միլիոն դրամի փոխարեն, աճը 11.8%։ Նախադպրոցական կրթություն ծրագրով 2026-ին նախատեսվել է 204 միլիոն 800 հազար դրամ,
Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները սա կենսական կարևորություն ունի համայնքների բնականոն կենսագործունեության համար։ 2025 թվականի 11 միլիարդ 270 միլիոն դրամի փոխարեն 26-ին նախատեսվել է 12 միլիարդ 759 միլիոն դրամ կամ աճը 13.3%։ Եվ վերջում կուզեմ ներկայացնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում միջոցառմամբ նախատեսվող ծրագրերը։ Նախատեսվում է լուծել 15 ընտանիքների բնակարանային խնդիր, որի համար նախատեսվում է հատկացնել 107 միլիոն 754 հազար դրամ, այսինքն պետք է արձանագրենք, որ 2026 թվականին կառավարությունը շարունակելու է 38 տարվա վաղեմության խնդիր լուծել, ինչպես անում է 2018 թվականից սկսած։ Հարգելի վարչապետ, այժմ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Լոռու մարզում այս պահին իրականացվում են 176 միլիոն դոլար ընդհանուր արժեքով պետական ու համայնքային ֆինանսավորման ծրագրեր։ Իսկ ես այստեղ լսում եմ ելույթներ, իբր մենք դպրոցների ու մանկապարտեզների ճանապարհների կառուցումը ձախողել ենք։ Ձեզ եմ ներկայացնում Լոռու մարզկենտրոն Վանաձորում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցության կառավարման 20 տարում համայնքի բալանսից մասնավորին օտարված գույքի մի մասը։ Եվ այսպես. Բաթումի 1 հասցե, մանկապարտեզի շենք, Բաթումի 10, մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1 կոտորակ 4, մանկապարտեզ, Աճարյան 6, մանկապարտեզ, Ռուսթավի 3, մանկապարտեզ, Տիգրան Մեծի փողոց, մանկապարտեզ, Վանաձորում երեխաները մանկապարտեզի հերթի մեջ են։ Գրիգոր Լուսավորչի 45, Մշակույթի տուն, Աղայան 39 կոտորակ 2, Գուգարք կինոթատրոն, Ազատամարտիկների 25, Երևան կինոթատրոն։ Վարձակալության տված եւ օտարված համայնքային ողջ գույքը այգիները եւ ոչ միայն թվելու համար մի քանի տասնյակ րոպե է անհրաժեշտ, ժամանակը չի բավականացնի։ Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը 2000-ականների կեսերին դարձրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ։ Լոգոն էլ առ այսօր մանկապարտեզի շենքի վրա փակցված է։ Քրեական գործ կա այս մասով։ Կգնաք եւ մանկապարտեզի հերթում սպասող երեխաների ծնողներին պատասխան կտաք։ Վանաձորի կենտրոնում գտնվող կայարանի զբոսայգին արվել է 32 կտոր եւ տրվել վարձակալության։ 32 վարձակալական պայմանագրերը հիմա խզվում են, այգին հիմնանորոգվելու է եւ վերադարձվելու վանաձորցիներին։ Կգնաք եւ Վանաձորի 100,000 բնակիչներին պատասխան կտաք։ Ու մեզ ասում են 7 տարի մնացել եք նույն դասարանում։ Դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում։ Դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից։ Դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ։ Դուք ձեր հետևից թողել եք ռազմական պոլիգոն հիշացնող ճանապարհներ, որոնց մարդաբոյ փոսերի մեջ մեքենայով ընթացքից հայտնվելիս հեռախոսը դառնում էր անհասանելի։ Ձեր պահած դպրոցներում մենք տանից վառելափայտ էինք տանում։ Լուսամուտները ցելոֆաններով փակում էինք, որ դասասենյակներում չդողացնենք։ Ձեր պահած դպրոցների զուգարանների դռները բացել չէր լինում, կոյուղա լճեր էին ներսում։ Դուք դպրոցում մանկապարտեզ ընդհանրապես չեք պահել։ Դուք դրանք կերել եք, սեփականաշնորհել ու ձեզ համար տներ, կուսակցական գրասենյակներ դարձրել։